Առանձին պետք է քննարկենք։ 2023-ին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահն էր, այս կառույցից 1.5 միլիարդ դրամ ներդրում է կատարվել Ավինյանի կնոջ ընկերուհու ղեկավարած կազմակերպությունում։ Հետքն է այս բացահայտումն արել։ Ըստ հետաքննության CFW ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը Ավինյանի կնոջ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Հետքը պարզել է, որ ընկերությունը հիմնադրվել էր այդ միլիարդանոց ներդրումից 8 օր առաջ։ Իր էությամբ դա շահերի շատ կոպիտ բախում է։ Ըստ հետաքննության, այս ընկերության տնօրենն ու Ավինյանի կինը մեկ այլ ընկերությունում էլ բաժնետերեր են։ Այս բացահայտումը միայն շահերի բախման մասին չէ, ասում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Նա կասկածներ ունի, որ պետական բյուջեի միջոցներով ստեղծված ու ներդրումներ անող ԱՆԻՖ-ը գործել է կոռուպցիոն սխեմաներով։ Ես այն ժամանակ ասել եմ, մինչև այս հրապարակումը, որ շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, բայց ես չէի ուզենա ավելի ընդարձակվել, ավելի խորանալ այդ հարցում, մինչև չհասկանայի ինչ վիճակում է գտնվում քրեական գործ, իսկ գիտեմ, որ կա քրեական գործ։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Պետք է դրսից Հայաստան բերեր ներդրումներ, խթաներ արտահանումը, հայաստանյան բիզնեսներում պետական միջոցներից ներդրումներ աներ ու զարգացներ։ Ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամը ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն էր, որի միջոցով էլ ներդրում է կատարվել CFW նորաստեղծ ընկերությունում և դարձել 49% բաժնետերը։ Հարկատուների հաշվին ներդրում է արվել Հայաստանում կիբերանվտանգային կարողություններ ստեղծելու ու այդ ոլորտում մասնագետներ պատրաստելու նպատակով։ Արդյոք հարկատուների գումարները նպատակին ծառայել են։ Ձեռնարկատեր պլյուս պետություն հիմնադրամից հետքին փոխանցել են, թե իրենց ֆինանսավորած ընկերությունները հաշվետվություն չեն ներկայացրել։ Եթե ձեր ասած այդ հաշվետվությունները չկան, ապա լրջագույն կասկած կա, որ մենք ունենք մեծ կոռուպցիա։ Պետեկամուտների կոմիտեից էլ հայտնել են, որ ընկերությունը 2023-ին 15 աշխատակից է ունեցել, մինչև 24 թվականը 2-ն են մնացել։ Հիմա ըստ հետքի միայն տնօրենն է։ Ծախսերի արդյունավետությունը ձեռնարկատեր պլյուս պետություն հիմնադրամը պետք է վերահսկեր։ Պետական գույքի կառավարման կոմիտեից լրատվամիջոցին փոխանցել են, թե աուդիտի եզրակացությունն էլ գաղտնի է ու դրան չեն կարող ծանոթանալ։ Թե ինչ է եղել պետբյուջեից տրված 1.5 միլիարդ դրամը այս պահին հայտնի չէ։ Այստեղ մենք առնվազն ունենք մեծ կոռուպցիայի լրջագույն կասկած, եթե քրեական գործը առաջ չի գնում։ Անցած տարի լուծարված պետական ֆոնդի ԱՆԻՖ-ի գործով քննչական կոմիտեում քրեական գործ կա, ենթադրյալ չարաշահումների խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ։ Մինչ այս պահը, սակայն, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Ազատությանը փոխանցեցին քննչականից։ Արդյոք բարձրաստիճան պաշտոնյաներին, օրինակ ԱՆԻՖ-ը գլխավորած Տիգրան Ավինյանին հարցաքննել են։ Քննչական կոմիտեից այս հարցին չեն պատասխանում։ Այսինքն Տիգրան Ավինյանը հանդիսանալով ԱՆԻՖ-ի տնօրենի խորհրդի նախագահ իր կնոջ ընկերուհու ընդամենը 8 օր առաջ ստեղծված կազմակերպությանը փոխանցում է 1.5 միլիարդ դրամ, կազմակերպություն, որն օֆշորում է գրանցված, իրականացնելու մի ծրագիր, որը որևէ արդյունք չի ունեցել։ Կոռուպցիան ուրիշ ինչ տեսք է ունենում։ Ով երբ ինչու ինչքան դրա համար կան Հայաստանում ինստիտուտներ, այդ ինստիտուտները թող պարզեն։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, կոռուպցիայի դեմ պայքարը ինձ համար եղել եւ շարունակում է մնալ առաջնահերթություն եւ չի դադարելու լինել առաջնահերթություն։ Համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներ տվող նախկիններից հատիկ առ հատիկ պահանջող Նիկոլ Փաշինյանը յուրայիներից պահանջ չունի, հարցնում է Վարուժան Հոկտանյանն ու եզրակացնում։ Գործող իշխանության ձեռքերն էլ յուրայիներին հասնում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Բայց ներկա հատիկներին առայժմ ձեռք չենք տա, մինչև որ ներկա հատիկը ինչ որ մի բան այնպես չանի, ինչպես պետք է, ինչպես դա արդեն լուրջ կամպրամատ կլինի Ավինյանի դեմ եւ դա շատ արդյունավետ կօգտագործվի հետագայում արդեն նրա հատիկները, այսպես ասած, հետ բերելու, բայց առայժմ երևի դրա նպատակահարմարությունը չկա։ ԱՆԻՖ-ի տապալված խոշոր ծրագրերից էր ազգային ավիաուղիների ստեղծումը, Ֆլայարնան 2 տարի էլ չգործեց։ Այստեղ էլ 4 միլիարդ դրամի ներդրում էր կատարվել պետական բյուջեից։ Մեկ ամիս առաջ դատարանը սնանկ ճանաչեց ազգային ավիաուղիներ ընկերությանը։